Այսօր հարուստ ենք արժանապատիվ հյուրերով, մեր մեջ ունենք դոկտոր Ղարաբեթ Մոմջյանը, որ ես անձնապես հետ աշխատելու բախտավորությունը վայելած եմ։ Դոկտոր Մոմջյան UCLA-ում պատմության դոկտորի գոչում ունի, անկախ պատմաբան է, Մերձավոր Արևելքի Ամերիկայի Միացյալ Նահանգներու դաշնային կառավարության գործակալություններու համար։ Մոմջյան նաև արաբագետ եւ օսմանիստ է։ Բարոն Ղարաբեթ Մոմջյան։ Ասկևիչ։ Ասկևիչ։ Yeah, testing. Kamerayı getirdim. Ներողամիտ կգտնվիկ, որ պետք է նստած եմ առողջական պատճառի համար։ Առաջին հերթին գուզեմ շնորհակալություն հայտնել Բոլսահայմիության, Վարչության եւ Պատկան հանձնախումբին, որ այս գեղեցիկ ցերնարգը այսօր հղացած է եւ գործադրե։ Երկրորդ շնորհակալություն նաեւ ցեզի, որ այսօր ներկա եք եւ ցեր սուր ժամանակը կդրամատրեք նման ցերնարկներու։ Երբ որ ասկե գրեթե 2-3 ամիս առաջ դոկտոր Քուլակը ինձի կանչեց հայտնելու համար, որ այսպիսի ծրագիր մը գա եւ ուզեցին, որ ես լամ խոսողը, ուրեմն ասավ, որ գուզենք, որ Հրանտ Դինքը ներկայացվի իբրև այնպիսի դիբարմը, որ խոսած է հայուհիմը, ցեղասպանության ժողովրդած հայուհիմը, որը յետքը հոգեզավակ եղած է, որտեղ գրված է Մուստաֆա Կեմալի գոմե, հետաքրքրականորեն, եւ որու անունը Սաբիհա Գոկչյան է։ Իմ ուրեմն այսօրվա խոսքիս վերդարությունը հետևյալ երկ գրած եմ ես։ Հրանտ Դինքն ու Սաբիհա Գոկչյանը, քիչ յետքը հարաբերությունները պիտի հստակացնենք, բայց ենթախորագիրը գլա թրքականության ցակումը ու հայության մագամ մոռացումը։ Ինչպես գիտենք, եւ այստեղ գարձել պագակից ըմբանալով պետք է շատ շնորհակալություն հայտնեմ Մարկին, որովհետեւ ինչ որ Մարկը խոսեցավ Դինքի գաղափարախոսական մեկ ոլորտի մասին, ծայրահեղության պրոբլեմատիկ խնդրահարույց լալու մասին, շատ ավելի թյուրացուց ինչ որ ես պիտի ներկայացնեմ այսօր, որովհետև պիտի անդրադառնամ նաև Հրանտ Դինքի գաղափարախոսության։ Ինչպես գիտեք, օրին, երբ որ ահապեկվեցավ Հրանտ Դինքը, համայն հայությունը զինք որակեց իբրև 1.5 միլիոն եւ 1 նահատակը։ Այսինքն հաշվեց, որ ցեղասպանության շարունակվող քաղաքականության վերջին, ասպես ասած, զոհն է։ Բայց ես նաև հիշեմ, որ երբ Հրանտ Դինք ֆենոմենը մեջտեղ եկավ եւ իր հարցերը դարբեր ցևով տեսնելու մասին սկսավ խոսիլ եւ մանավանդ քրել ագոսի մեջը, բավական մեծ էր թիվը այդ ուրեմն հայ թե մտավորական, թե քաղաքական թեմքերու, որոնք ամբողջովին թեմ էին Հրանտ Դինքի արտասանած կամ արտահայտած միտքերուն։ Ինչպես կսա հայկական արածը քնամերիր եգուր սիրեմ, ակպես պամը եղավ շատ հավանապար։ Միան նահատակութենեն ետնը, որ Հրանտ Դինքը իբրև երկրորդ ֆենոմենը, որ գաղված է հայկական ցեղասպանության, երբ մեջտեղ եղավ, դժբախտաբար շատ գանուխ գնաց, իրեն պես մտածողները նաև պետք է մեզի, որովհետև հավասարակշռությունը ստեղծելու հարց կա։ Եթե մեկ կողմեն ինչպես Մարկը ասավ, մենք ունենք ծայրահեղական
մտաբատկերացում եւ զայն ներկայացնող բազմաթիվ օրինակներ կան մեր ակադեմիական քաղաքական ոլորտներում մեջ, անդին դերևս շատ քիչ է տիվը այդ մարդոց, որ գխոսի ծայրահեղութենեն հերու մնալու եւ խոհուն երբով հարցերը քննելու կարևորության մասին։ Ասեմ նաև, որ այսօրվա նյութին համար իբրև ագունք կործածած եմ վերջերս Ֆատմա Ülgen անունով թուրք դիգնոճմը, որը իր դոկտորական թեզը գոչած էր Սաբիհա Գոյքչյանի 80 դարվան քաղտնիկը։ Ինչ է քաղտնիկը, հիմա քիչ երկը գանտրատարնան գադոր։ Ինքը նաև գանտրատարնա իր թեզի մեջը քեմալականներու թուրք ազգը հիմնելու չանքը եւ Օսմանյան գայսրության հայերը վերնակրող երկրորդ բաժինը գա թեզի մեջ։ Նախ խոսենք Գոյքչյանի մասին, անոնք, որոնք ցեզ մեծ ծանոթ չեն Սաբիհա Գոյքչյանի մասին, ասենք, որ Քեմալը պատերազմի ավարտին, որ ինքը իր շարժումը ստեղծեց եւ կարողացավ թրքական հանրապետությունը իրականություն դարձնել, մի քանի հոգեզավակներ արավ, որոնց մեկն էր ասկությամբ հայ Սաբիհա Գոյքչյանը։ Սաբիհա Գոյքչյանը զարմանալի երևույթ է նույնիսկ թուրք պատմության մեջ, որովհետև աս մադրաշ աղջիկը իբրև թուրք մեծավ եւ հետաքրքրականորեն շատ զորավոր զինվորական ցկտումներ ուներ եւ դարձավ ուրեմն թրքական բանակի օտաչուներեն մեկը։ Երևակայեցեք կխոսենք 1920-ական թվականներում մասին, երբ աշխարհի դերևս մեկ կամ երկու պետություն, հավանաբար միայն մեկ Անգլիան ուներ մեկ-երկու գին օտաչուներ, որոնք միայն surveillance-ի համար աշխատեին, surveillance կնեին թրջելով ուրիշ երկիրներով եւ դեղեցություն հավաքելով։ Սաբիհա Գոյքչյանի առանձնահատկությունը ադիգա էր, որ ինքը այս գործը կատարեց հատկապես 1927-1929 թվականներուն, երբ որ ցակեցավ Թուրքիո արևելքը, այսինքն մագան Հայաստանի մեջ, ասես կոչված Արարատյան հեղափոխությունը քյուրդերու կողմէ։ Սակայն այն ինչ որ չենք գիտեր Արարատի հեղափոխության մասին շատ կամ չենք նկատի արած, ես հասկացով բավական ծավալուն հոդված մկրեցի, որը հոս ժուրնալի մեջ ակադեմիական դպվել է, նաև դպվեցավ Թուրքիա, որ այդ հեղափոխության կամ ապստամբության, որ դեղի ունեցավ 1927-29 Արարատի մեջ, Արարատ լերան փեշերուն վրա, նաև հայությունն ալ իր մասնակցությունը բերավ երկու իմաստով։ Նախ հայեր, որոնք տակավին Թուրքիա գաբրեին այդ օրերուն, եւ մանավանդ արևելյան նահանգներում մեջ, եւ նաև Լիբանանեն եւ Սուրիայեն հայ երդասարտներ հայ ապրական դաշնակցության չանքերով եւ Գարոս Սասունիի կորձունեությամբ եւ գարկմը ուրիշ անձերով ղերգվեցան հոն, որբեսի քյուրդերուն օգնեն։ Այդ ապստամբության ժամանակ ադիգա նկատելով կարևոր իրողություն հայկական հարցին համարած։ Կարևորը ադիգա է, որ աս հայ աղջիկը, որ թրկացած էր ամբողջությամբ, ոչ միայն քնած եւ թուղթեր նետեց օտանավեն, որբեսի վարը ժողովրդին դեղյակ պահե, որ թողչի ուրեմն մոտ սեբերին ապստամբներուն եւ անոնց մե հերանան, այլ նույնիսկ գարկն բարականերու ռումբեր նետեց իր օտանավեն եւ տրկական եթե պանին բիդինային, լրատվության բիդինային, ուրեմն գսվի որ ապ ռումբերեն մեկը, որ նետեց Արարատի շրջանի մեջ, ինգավ ճիշտ ապստամբության ռահվիրային Սայեդ Ռիզայի դունին վրա սպանելով զիկ եւ գարկմը բանի
ապստամբության ղեկավարներ եւ այդ միսով վերջ կդավ Արարատի ապստամբությունը։ Իրականության մեջ պատմությունը շատ ավելի խոր է ադիմաստով, եթե ցեզում մարդիկ կա, որ հետաքրքրված են, թողտի մեն ինձի գրնամդալ ցեզի այդ կծով հավերյալ դերեկություն ուր գարկալու մասին։ Բայց կարևորը այլ է, ասպոլորի մեջ եմ, որ Սավի Հակոբյանը ուրեմն Թուրքիո մեջ այս բաստակցութենեն ետքը, ռունկ նեդելեն ետքը քյուրդերուն վրա, որուն հետևանքով մոտ 5000 ապստամբության շրջանի մոտ 5000 քյուրդ եւ հայ գրվողներ սպանվեցան եւ մոտավորապես 30000 քյուրդ ժողովուրդ մեծամասնությամբ գիներ, երեխաներ, ծերեր եւ այլն, եւ որ Թուրքիա այդ մասին ոչ մեկ բան խոսեցավ աշխարհին եւ գարձես աշխարհը մինչեւ հիմա լուր չունի Արարատի հեղափոխութեն։ Բացի ակադեմիական նեղ շրջանակներու մեջ, ուրեմն թուրք-մոնգոլ հանգարց սկսավ զիգ կոչել ասկային հերոս։ Սավառնող Ամազոնուհին, the flying Amazonian։ Ասոնք անշուշտ ակոլեյտներ էին, որոնք գհբարդացներ Սավի Հակոբյանը, բայց մանավանդ գհբարդացներ որուն իր հոգևոր հորը Մուստաֆա Քեմալին։ Մուստաֆա Քեմալը մի քանի մանուկներ պանորաձեր հայկական ցեղասպանութենեն ժողովրած արած եւ իր կովը գմեցներ իբրև հոգեզավակներ։ Անոնց մեկը Սավի Հակոբյանն էր, բայց կար երկրորդ աղջիկը, որու մանրամասնությունները հիմա երկար պարակ պիտի չիդամ, բայց որ նույնպես հայմն էր եւ իբրև թուրք մեծավ եւ 1920-ական եւ 30-ական թվականներուն աշխատեցավ շատ կարևոր պրոջեկտի վրա։ Երբ 23-ին թուրք հանրապետությունը ստեղծվեցավ, թուրքական հանրապետությունը, գիտեք, որ ադիգա ստեղծվեցավ Օսմանյան գայսրության փլատակներուն վրա։ Օսմանյան գայսրություն գսենք, որովհետև գայսրությունը դարբեր է հանրապետութենեմը կամ բեդութենեմը, ուր միադեսակ ժողովուրդ կապրի եւ հետեւաբար գարելիություն գա ասկային գերբար ստեղծելու։ Ուրեմն գայսրությունները ասկային գերբար չեն գրնար ունենալ, որովհետև քանի մտեսակ ժողովուրդներ գաբրինոն, հետևաբար էթնիկորեն բազմաէթնիկ են եւ նաեւ ատկենտատրե որ բեդության շահեր կան, սակայն ոչ ասկայնական կամ ասկայնամոլական իմաստով։ Թուրքական բեդության հիմնադրությունը 1923-ին նաև արի տվավ, որ թուրք մտավորականներ, որոնք Քեմալի շուրջը հավաքված էին, սկսին մտածել թուրքական հանրապետության դալու ասկային բնորոշ երես։ Եվ ասկային բնորոշ երեսը ասպարակային կնշանակեր թուրքականության թեզը մեջտեղ բերել, Turkishness, որովհետև ապկի առաջ թուրքը նույնիսկ քիչ ասպես ցած մագարտակի մարդ կնկատվեր քյուղացի Օսմանյան գայսրության մեջ։ Հետևաբար ոչ ոք սպառված չէր թուրքությունը կարևոր նկատելու այդ հանգրվանին։ Սակայն երբ որ հանրապետություն եղավ, ուրեմն պետք էր ստեղծել թուրք մարդուն անհադին, ասկային անհադին մեկնոր գերբարը եւ այդ գերբարի ստեղծման եւ նոր բաղության քիրքեր քրելու հարցի մեջը շատ կարևոր դեր կդարեց ուրեմն երկրորդ հոգեզավակը Մուստաֆա Քեմալին, որը մասնակցեցավ հիմնական աշխատանքներուն եւ կգրվեր առաջին հադորը այդ բաղմության, որը ուրեմն թրկական բաղմության վերնակրերը անուններ, այսինքն ոչ թե հիմնական վերլուծումը պիտի սկսեր բաղմության, այլ վերնակիրները պիտի տրվեր, որպեսզի ատկե ետքը բաղմապանները կային եւ գրեին իրենց տբրոցական տասակիրքերը։ Աստեղ գա նաև հիմնական հարցը, որ թրկությունը շինծու
մեկ քաղաքապար են։ Եվ այդ շինձում պետք է դարձնեին իրականություն, որովհետև այդ ժողովուրդը, որ ապրած էր Թուրքիո մեջ, թուրք չէր, խառնուրդ ժողովուրդ էր։ Մինչև այսօր այդ խնդրումը ունի Թուրքիան, սակայն ինքը վերեն ասես ջզմելով թուրքականությունը կկալեցնե, որովհետեւ հոն գտնվող արաբ, սուրյանի, աս, զանազան տեսակի ազգեր, հայեր, քյուրդեր պանունելու համար, ջզվելու համար։ Բայց պետք էր ասպես կոչած ռուբրիկները ստեղծել, չէ, որովհետեւ գամած աս թուրքականությունը սկսեր դեղ հասնել եւ շահիլ եւ դառնալ պետության հիմնական գրվաններեն մեկը 33-ին օրինակի համար Մուստաֆա Քեմալը երբ որ 10-րդ հանրապետության 10-րդ տարեդարձը կդոնվեր ինքն էր որ ելավ եւ արդասանեց ռուբրիկը որովհետեւ նամուտլու թուրքում դիենը որում բացատրություն ինչ ուրեմն հուսալի է թուրքեմ ըսողը աս մեկը զուտ ասկայնական ուրեմն դողմն է սակայն երևակայեցեք որ մարդիկը աս մեկը արին եւ դպրոցներու մեջ բանավանդ դահագրտարան միջնագար դպրոցներու մեջը դարձուցին աշակերտի ասկային ուկտի ամենակարևոր վերնակիրը, որ ադիգա պետք է էսեր բզդիգը ամեն օր որ դպրոց երտար եւ երևակայեցեք որ ինչ տեսակի ծայրահեղական, ինչպես որ մարկը ասա, քաղաքապարախոսություն գսերմանվեր նոր ուրեմն բادرաշ սերունդին, որովհետեւ առնվազն մեկ ուրեմն սերունդ յետքը մեջտեղ կային այդ թրքագանության մեջ մեծած եւ զայն իբրև քաղաքապարախոսություն նկատի ունեցող նոր տասագատն Թուրքիո մեջ հայկական բախմության գեղձարարության այս արշավը հասավ հոն ուր առաջին տասակիրքերում մեջը երբեք հայության մասին խոս չի գար կարծես թե հայերը գոյություն չունեին ասիկա ցեղասպանության յետքը կստանեն ասենք մինչև 50-ական 60-ական թվականներու շրջանն է ժամանակաշրջանը հոն միայն մեկ ուրեմն դեղեցություն կա որ հայ թագավորը Հռոմի հետ միացած է եւ Բարսկաստանի դեմ գրված է հին բախմության շրջանին հիշյալ թագավորը Արդաշես աշխարհագալի զավակը Արդավաս երկրորդն է որ գրված է բարսիկներուն թեմը եւ զայն ներկայացած են իբրև բարսիկները ներկայացված են հոն իբրև դեղացի ժողովուրդ իսկ հռոմեացիները ներկայացված են իբրև Թուրքեն եկող քաղուտադեր եւ թե ինչպես հայերը կամ հայ թագավոր հայության մասին խոսքի եւ թե ինչպես հայ թագավորը գողնակցած է Թուրքեն եկողին հետ ընդեմ դեղացի մեկ ժողովրդին որը բարսիկներն են ասմեք հիշադակումը գա հայության մասին ամբողջ հադորին մեջը Միան 1965-ին 50-ամյակի ոգեգործումեն յետն որ հայության մեջ իմիջայլոց մինչև այդ թվականները հայության մեջ զորավոր չէր հայկական ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ պետք է 50-ամյակը հասներ 50 տարի բավական երկար ժամանակ է մինչև որ հայությունն ալգոտի ելներ եւ սկսել խոսել ցեղասպանության եւ ամիջապես անոր առնչվող մեր հողերը ռուբրիկը իսկ աս միջոցին թրկական բացմակրությունը գահագասեր ասելով որ ինչ որ հայերը գսեն եւ գկրեն ամբողջովին սուտ է աս հարցը շարունակվեցավ նույնիսկ որ 70-ական 80-ական թվականներուն դեղի ունեցավ հայ թադի ասպես գոչված ցցուն արդահայտությունները հասկանաք ադիգա ասելով նույնիսկ գարկման տիվանակետներու ահապեկման եւ այլն Թուրքիան սկսավ անդրադառնալ որ աս հարցը չի գնար այլևս բանել կոչել վրան գապարիչը կոչել եւ վերջացնել որովհետեւ
ժողովուրդը գամած իտնալ գահասկնա, որ պամը գա աստեղ, որ մենք տեղյակ չենք։ Երևակայեցեք առաջին թուրք սերունդներ միջև 80-ական գրեթե չէին գիտեր հարցի մասին, որովհետև իրենց ամնեզիայի դրված էր։ Ամբողջ իրենց դպրոցական եւ համալսարանական ժամանակաշրջանին այս հարցի մասին չէին լսած։ Եվ հանգարց մարդիկը 20-ական, 30-ական դարիքի մեջ կսկսեին, որ արձագանքվել ասպես կոչված հարցի հետ, որը հայկական ցեղասպանություն է։ Նորմալ երևույթ չէ եւ ասիկա խնդրեմ էր իրենց համար։ Հիմա ինչ պետք է անեին։ Այս անգամ եկավ ուրեմն հadoop ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ մինչև օրս թրկական կառավարությունները կշարունակեն։ Միան մեկ բան կարևոր է հաստող, որ թեև ուրեմն այսօր գտեսնենք, որ կան գարտնաթուրք ակադեմիականներ, քաղաքական երկրորդական թեմքեր, որոնք կխոսին հայկական ցեղասպանության մասին եւ ցեղովը գտնունին հայկական ցեղասպանության իրողությունը, սակայն Թուրքին համար նորեն նույնն է, այդ իմաստով, որ վերջավորության ցեղասպանության հիմնական դվյալները, որը հողերու հարցը եւ ցեղովը compensation-ի հարցը, իրենց միտքի մեջ երբեք չի գա։ Այս բոլորը սի բարձավես, որպես հիմա խոսին քիչմա, հրանք ինքի գաղափարախոսության մասին։ Նկատի ունեցեք, որ մարկը բավական լավ երբով ներկայացուց այդ ծայրահեղության եւ ոչ ծայրահեղության կարեւորությունը։ Հրանք դինքը օրինակի համար կմտածեր հետեւյալ կերպ, որ նույնիսկ եթե Գերմանիան, որ հрьяաներու ողջագիզումը չընդուներ, այսօր զորավոր Իսրայելը գոյություն չէ ունենալ։ Ուրեմն Իսրայելի զորությունը հիմնված էր ցեղով, Գերմանիա գոմե իր կորզած ոչիրի ճանչնալով։ Բայց այսօր դիմաց եթե մի պարտադենք հայկական ցեղասպանությունը, մի տեսեք, որ թուրքական պետությունը կամ թուրք պետական այրերը երբեք պատրաստ չեն նման բան ընդունելու։ Երկրորդ հարցը, որ Մարկը նաև խոսեցավ եւ որ կարևոր է, երանգյունը դիհիշեք, որ խոսեցավ այդ մասին Հայաստան եւ հայությունը Հայաստանի, երկրորդը սպիրկա հայությունը եւ երրորդը Թուրքիո մեջ ապրող հայերը։ Դինքի համար շատ կարևոր էր, որ Թուրքիո մեջ ապրող հայերու մտայնությունը հասկացվի թե Հայաստանի եւ թե սպիրկի հայերու գոմե մանավանդ ծայրահեղական միտքեր ունեցող մարդոց գոմե, որովհետև Թուրքսը ապրելով իրենք չեն գիտեր կամ չեն դրնար տեսնել, թե Թուրքիո մեջ ապրող հայը ինչ տեսակի ջնշվածության դագ է։ Իր հիմնական հարցը գուկար թրկահայության հարց են, դինքի հարցը։ Եվ ոչ թե ինքը գխարդվեր, ասպես ասած, Հայաստանի մեջ հայերու կորձին, կամ նույնիսկ սպիրկի մեջ հայերու կորձին։ Այլ գսեր, որ մենք դարբեր երևույթ ունենք հոս հայերս, եւ մենք շատ փափուկ կացության առջև ենք, նույնիսկ ինքը երբ որ գկրեր աս հարցերու մասին, որ ամենաբարձ օրինակը դամ, թուրք բարը որ գկրեր, գճագերդեր, որբեսի մարդիկ չգարձեն, որ ինքը հadoop իմաստ մգուդագոր ատպարին, այլ general meaning իմաստով գպորցե որ խոսիլ ատ հարցի մասին։ Իրեն համար ուրեմն առաջին հերթին ադեր որովհետև Գերմանիան ընդունեց իր կորձած ոչիրը, հետևաբար հրեաները ինքնության հարց Իսրայելի մեջ, իրենց նոր հանրապետության մեջ, ինքնության հարց identity issue չունեին։ Բոլսա հայ, Թուրքիո հայերը այս բարակային, դաբրեին դագավին երկրի մեջ, որ թրկական հպատակություն ուներ, եւ նաեւ իրենք ալ բարդավոր էին ցեղումը թրկանալ, հետևաբար հստակ ինքնության հարց կար։
Եվ այդ ինքնությունը չգործընծնելու համար ցևեր պետք է գտնել։ Այդ ցևերը ինչ էին, խոհեմ մտածելով հայկական դպրոցներու կարևորությունը, հայկական մշակույթի եւ մշակութային ցերնակներու կարևորությունը, որոնք ցևումը կառավարութել են պետք է մուրալ դերևս, որովհետեւ կարողանաս որոշ չափով ասմարտոց որ հայ են, բայց կամաց կմոռնան որ իրենց հայությունը, կամաց իդ բերես մեջտեղ եւ ասում է հավաքականություն մգազմես։ Աս մեկը շատ կարևոր երևույթ էր, որում վրա կգետրոնանար Հրանտ ինքը։ Երկրորդ հարցը որ գար ադեր որբեսի մարդումը ինքնությունը իմաստավորվի եւ ծաղկի, պետք է թրագան ինքնություն ըլլա։ Այսինքն պոզիտիվ ձևով մարդ պետք է մտածի այդ ինքնության մասին։ Հայերու բարակային, մանավանդ թրքահայերու բարակային, այդ թրագան ինքնությունը գոյություն չուներ։ Այլ գար ինքնությունը, որը սուքի, վախի եւ հալածանքի վրա գերդված էր։ Եվ ասմեգնալ հայերը կդարբերեր ուրիշ ասկերը, որոնք այդ տեսակի պատիժներու ենթարկված էին եւ որոնք սակայն չէին դրծած դուրս գալ։ Իրականության մեջ եթե խոսիկ պետք է ասենք նաեւ որ նույնիսկ սպիրկի հայերը եւ Հայաստանի հայերը եւս այդ հոգեբանական շալագը ունեին իրենց վրա, որ ինքնությունը իրենց համար դրական չէր, այլ ցավի, սուքի եւ վախի ինքնությունն էր։ Հրանտ ինքը գսեր, եթե մենք այս ինքնության ժխտական ինքնութենեն դուրս չելենք եւ դրական ինքնությունը չունենանք, մենք իբրև ժողովուրդ եւ իբրև ազգ չենք կրնար գոյատևել։ Աս երկրորդ հիմնական հարցն էր իր գաղափարախոսության մեջ։ Իրականության մեջ դինքը մինչև ինքնալ ծայրահեղության գերտար որոշադեն, երբ որ կբացատրեր իր միտքերը, եւ գարդահայտեր այդպիսի գարկավիճակը, որ գրեթե անընդունելի կրնալալ նույնիսկ միջակ հայեմ, որ այդ կանալ ծայրահեղական չեր մտածեր։ Դիսե օրինակ համար հետևաբար ըստ իրեն հայը պետք է իր ինքնությունեն արմադախիլ ընե թուրքը ու անոր գործած ցեղասպանությունը իր բացասական ինքնությունը դրական ինքնությանը վերածելու համար։ Այսինքն ինքնագարաչարգեր լման մորնալ այդ թեփքերը, որբեսի կարողանաս դուրս գալ ադոնց ահրելի աստեցութեն են։ Եվ հոս արդեն հարցերը սկսան իր եւ հայ ասենք մամուլին եւ այլնիները, որոնք բավական ադեն զինք ներկայացնեին իբրև թրքասեր։ Բայց հետաքրքրականը ադիգա է, որ հագարականով որ հայերը զինք թրքասեր կգոչեին, թրքական մամուլը նույնիսկ իրաց չափավորական գեցվածքը գնեգադեր հագաթրքական։ Եվ թերթերու մեջը այդքան կրվեցավ հրանտնինք ֆենոմենին եւ իր միտքերու մասին բացասական իմաստով, որ շատ բարձ էր, որ ինչ որ բադայեցավ ետքը ահապեկչությունը, այսինքն հրանտնինքի սպանությունը, արդեն այդ կրվածներեն հստակ կտանար, որ թեպի հոնգ էր տագացությունը։ Պետք է ասել նաեւ, որ հրանտնինքը ինքնալ շատ մտիկ չերն էր, որ վտանգի դագ է իր կյանքը եւ կփորձեր ազատ աղավնիի նման մեջտեղ մնալ, ինչ որ սխալեր, ինչ որ այսօր իմիջայլոց նույն գացության մեջն է գարով հայլանը։ Հիմա կանք հիմնական հարցին, ինչու դինքը Սաբիհ Հակոբյանի մասին գխոսեր։ Ադեր հիմնական հարցը, չէ, ատտեղ են սկսան մեր այս խոսակցությունը։ Շատ բարձ է, Հրանտ ինքը ցույց կուդար Սաբիհ Հակոբյանի օրինակով, որ ինչպես հայ Փեգորմը ցեղասպանութենեն ազատված, հանգարց ամբողջովին գմորնա իր ազգությունը եւ գտարնա իր թշնամի ազգին
ամենալավագույն գերբարներն մեկը ատկա ավելի բան գրնալ մարդումը մեջ, այսինքն ատկա ավելի մեծ փոփոխություն գրնալ չեմ կարծել որ գրնալ ուրեմն Մուստաֆա Քեմալը որ ցևոմը գխոսեր ժամանակին երիտ թուրքերու կորձած ոչիրի մասին եւ գսեր որ սխալ էր իրենց ըրածը հագարակ այդ խոսքերուն ինքը սակայն իրականության մեջ շարունակեց այդ քաղաքականությունը այլապես թրկությունը մեջտեղ բերելով ինչ կգուզեր հասկանալ գուզեր ամբողջովին սրբել ժողովուրդը բացմական իր հայրենիքի մեջ են դուրս ելնելու ցեղասպան լալու իրողությունը եւ իր էքսպերիմենտները աս հոգեզավակներու մեջ հոգեզավակներու կզով ճիշտ անիգա գտել ատրե չէ առնել հայմը եւ զայն թրկացնել եւ այդպես ալ ներկայացնել եւ անոր դարձնել թուրք ասկային հերոս դինքի համար հիմնական հարցը այդ էր որ թրկահայությունը միայն բոլսահայությամբ չի վերջանալ կամ քաղաքային հայությամբ այլ խոսեցավ ինքը այս մասին եւ օրին նաեւ սպիրտի մեջ Տունսմա աղով առնվեցավ այդ իրողությունը, հրանտինքը ինքը եշեց առաջին անգամ, որ թուք կգարձեք, որ հայությունը մերցուցիկ և թուրս անեցիկ աստերեն, սակայն մենք դագավին հոս ենք հողին վրա գմորնակ, այդ ամպոչ իրարանցումը, որ հանգարց ստեղծվեցավ, ասպես կոչված թակուն հայերու բանը մեջտեղ բերելով, հրանտինքն էր մեջտեղ բերողը, հրանտինքը հաշիվը ըրած էր իր միտքի մեջը և գիտեր թե ադիգա մի քանի միլիոն ժողովուրդ է այսօր, եթե հաշիվի առնես 1915 թվականեն մինչև 2007 թվականը որ մերավ սերունդները որ եկած են ատկե որքանով հայ մնացած են, մնացած չեն մեջտեղ ելավ նաև որ թուրքը մինչև հիմա բան կբահե ադոր կզով չէ ասնա թուղթերում մեջը ամեն մեկը թիվ ունի եւ այդ թիվեն գտիցվի որ ինքը զուտ թուրք է կամ չէ աս բոլորը իրականություններ էին բայց մենք ժամանակին ասոնց վրայեն շատ բանով անցանք իսկ այսօր անգամը եւս եկած ենք ոգեգոչելու հիշադակը մարդումը որուն շատ լավ չհասկացանք չենք գիտեր եթե հիմա կհասկանանք զինքը բայց ես կգարձեմ, որ իրեն պես մտածողները նաև կարևոր են հայության մեջ ասպես կոչված ամբողջական մեր հիմնահարցերում մեջ ամբողջական լուծում բերելու իմաստով միայն ծայրահեղական կողմը մտի գնելով չէ որ առջև դերտան այլ պետք է լաս երկուքեն ծնած կոնսենսուսը եւ դինքի պես մարդիկը գպացագային այսօր մեր այսօրվա վիճակը Հայաստանը ինչ որ գբադայի նորեն նույն գացությունն է խոհուն մտածողություն չի գա այլ դա ամեն տեսակ հարց ծայրահեղությամբ դիմակրավելու Աստված ազատ է մեզ եւ շնորհակալություն